ենք ուղիղ եթերում ենք Տիկին Գրիգորյանը ամփոփելով Քարոզարշավի մինչ այս պահը տեղի ունեցած ձեր հանդիպումները քաղաքացիներից ինչեր եք լսում, ինչ խնդիրներ եք առավել հաճախ լսում ու սպասելիքների մասին։ Նախ ընդհանուր դրական մթնոլորտում են անցնում մեր հանդիպումները, ջերմ շփումներ ենք ունենում մեր քաղաքացիների հետ, փոխանցում ենք մեր պատկերացումները, լսում ենք թե ինչ խնդիրներ ունեն ոչ միայն սոցիալական, կենցաղային բնույթի, այլ նաև ավելի խորքային, ազգային եւ ընդհանուր մեր ապագային վերաբերող, մեր սահմաններին վերաբերող, անվտանգությանը վերաբերող, կրթությանը վերաբերող, մի խոսքով բոլոր ոլորտների հետ կապված եւ խնդիրներն ենք լսում եւ մեր առաջարկներն ենք ներկայացնում։ Ինչեւ այս պահը կարող եմ ասել, որ լավ դրական մթնոլորտում է անցնում մեր քարոզարշավը։ Խախտումների մասին նկատում եք առհասարակ խախտումներ։ Դե դրա մասին հրապարակային տեղեկություններ տրվում են, ինչպես օրինակ Թալինի քաղաքապետի դեպքում առերևույթ խախտում կար օրենքի եւ դրա մասին հույս ունենք, որ առաջիկայում նաեւ իրավական գործընթացներ կհետևեն, ամեն քայլափոխին կարող ենք տեսնել այդ խնդիրները, նաեւ մի շարք խնդիրներ կան, ամեն դեպքում դրա մասին ավելի ամփոփ իրավական տեսանկյունից հնարավորություն կունենանք ներկայացնելու։ Տիկին Գրիգորյան Փաշինյանը ձեզ անվանում է պատերազմի եռագլուխ կուսակցություն, դեր արձագանքը։ Մենք մի անգամ չէ որ ասել ենք, որ պատերազմի եռագլուխ դեմքերը Նիկոլ Փաշինյանն է Ալիևի եւ Էրդողանի հետ միասին, ովքեր համատեղ իրականացրել են Արցախի ամբողջական հայաթափումը։ Ռազմական հանցագործության մեղսակից է Նիկոլ Փաշինյանը, եւ խոսում է պատերազմի մասին, պետք է հիշի, որ բոլոր հնարավոր պատերազմները իր օրոք են եղել եւ ինքը ընդհանրապես որևէ իրավունք չունի որևէ քաղաքական գործի Հայաստանի Հանրապետությունում մեղադրել պատերազմ բերելու մեջ։ Օրինակ եւ մեզ է ասում, մեր առաջնորդի ժամանակահատվածում որևէ պատերազմ չի եղել, 10 տարվա ընթացքում 0 պատերազմ։ Նիկոլ Փաշինյանի կառավարման ընթացքում 3 պատերազմ։ Ամեն անգամ ընտրվելուց հետո նոր պատերազմ է եղել Հայաստանի Հանրապետությունում, հետևաբար որքան ցինիկ պետք է լինի մարդ, որ ասի, որ այ եթե ինքը չընտրվի, կլինի պատերազմ, երբ բոլոր պատերազմները եղել են իր օրոք։ Իսկ ինչպես եք վերաբերվում Փաշինյանի տեսաուղերձներին, որոնցով փորձում է իր ընդդիմադիրներին իր լեզվով ասեմ մայրենի հայերեն սովորեցնել։ Այ չգիտեմ, արդեն իսկապես առաջին նախագահ մի խոսք ուներ, սա մանկապարտեզ էլ չի խենթանոց է, իսկապես խենթանոցի մեջ ենք ապրում, բայց եթե մայրենի լեզվի դասընթացների մասին է ուզում խոսել, ես էլ իրան առաջարկում եմ, եթե այդքան դուխ ունի, թող ասի հետևյալ տառերով կազմված բառը Ա, Ր, Ց, Ա, Խ։ Շնորհակալություն։